Ներկայացնի հետ, ակտիվի հետ, երկու անգամ ակնկացրել ուսակցության վարչության նիստ և մեկ անգամ էլ հանրապետական խորհրդի նիստ, հանրապետական խորհուրդը ընդգրկում է վարչության ամբողջ կազմը և տարածքային կառույցների ղեկավարները։ Օրակարգում ունեցնում ենք առաջիկա ընտրությունների մասնակցելու հարցը։ Եվ ըստ մեր ավանդույթին, բոլոր նշված կառույցներում ակտիվ է խոսակցությունների ժամանակ, վարչության և հանրապետական խորհրդի նիստերի ժամանակ մանրամասն քննարկել ենք մեր մասնակցության հարցը, մեր մասնակցության ձևաչափը և մեր թեկնածուի առաջին համարի հարցը։ Եվ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես ամեն ինչ որ ասում եմ, հաշվի քննարկվել և համաձայնեցվել է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ միաձայն և հանրապետական խորհուրդը և կուսակցության գործադիր մարմինը վարչությունը կայացրել է որոշում մեկ մասնակցել առաջիկա ընտրություններին, որոշում երկու կուսակցության թեկնածու, վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Իսկ կարևորում ենք առաջիկա ընտրությունների մասնակցությունը, այն բացարձակ սովորական ընտրություններ չի, խորհրդան մտնելու խնդիր չկա։ Մենք այն գնահատում ենք այսպես, մեր երկիրը գտնվում է վտանգավոր ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականությունը և այս փուլում բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես խորհրդան մտնելու խնդիր են դնում, ուղղակի նպաստում են իշխանությունների օրակարգին։ Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, շատ ավելի մեծ է, շատ ավելի մտահոգիչ է, և մենք մտնում ենք նախնական պայքարի մեջ առավելագույնը մեծ դաշինք կամ այնպիսի դաշինք ձևավորելու համար, որով հնարավոր լինի մեր երկիրը փրկել ուղղակի այս գահանջումից։ Մեր պետականության պահպանությունը հազարապատիկ ավելին է, քան խորհրդան մտնելը։ Մեզ համար գերխնդիրը դա է և մեր միասնականությունը, մեր բոլոր քննարկումների և քննարկությունների նպատակը հենց սա է, այդ առաքելությամբ է, որ գործում ենք մտնել նախնական պայքարի մեջ, դա մեծահոգության, լայնախոհության պայքար է լինելու, մենք փորձելու ենք կազմել ուժեր երկարել, քաղաքական ուժերի մշակականների ես հայտնի իրավաբանների և իրավապաշտպանների հետ փորձենք ձևավորել կոալիցիա, որովհետև այսօրվա իշխանությունը ունի ընդհանրապես 10%։